Ես Սարգսյան Զվարթն եմ, Բարսեղյան Զավենի մայրը, Արցախյան այո, անհայտ կորած, կներեք, Արցախյան կրկնակի պատերազմին մասնակից կամավոր, 20 թվականի առաջին իսկ օրվանից, երբ իմացավ պատերազմ է, անմիջապես գնաց, առանց լսելու, հաշվի առնելու, որ ոչ միտեղ իրեն չէին թույլ տալիս, 3 երեխա ուներ, վերջնի երրորդը նոր էր, նորածին էր, 40 նոր էր դուրս եկել, երբ պատերազմը սկսվեց, ու կամավոր մեկնեց, այո, ոչ մի լորություն, այսօր ես այստեղ եմ, այո, քննչական մեր արդարության բանի համար ենք պայքարում, որ արդարություն լինի, քննչական բոլոր գործերը բացահայտեն, ներկայացնեն մեր բոլոր երեխաներին, հատառ ամեն մի երեխայի գործերը, որտեղ ինչ պայմաններում անհայտ կորան մեր երեխաները, և այսօր ինչ որ գնում են խաղաղության պայմանագրի հետևից, ես խաղաղության հետ համաձայն չեմ վախենում իր հայտարարությունից, որ պատերազմ է, ես չլինեմ պատերազմ է լինելու, պատերազմ տեսած մարդը երբեք պատերազմից չի վախենում, և մեր հայ ազգը միշտ էլ պատերազմի մեջ է եղել, դրանով թող չվախեցնի, անգամ այն մարդկանց, ովքեր ոչինչ չգիտեն պատերազմի մասին, այնպես որ մենք պայքարում ենք արդարության համար, ճշմարտության, քննչական այդ գործերը բոլորը բացահայտեն, այո, մեր երեխաների, այո, մինչև այսօր ես տեղյակ չեմ, տեղեկություն չունեմ, փաստեր եմ տալիս, ոչ մի գործողություն չեն կատարում, փաստեր ենք ներկայացնում, որ իրենք իր հրամանատարը հենց տեղում թողել է երեխաներին, առանց քարտեզի, առանց կապի, խաբելով, որ գնում ենք օգնություն բերելու, ամենաթեժ Ով է հրամանատարը եղել, շարունակում է զինվորակատարը, այո, իհարկե, բարձրաստիճանը բարձրացված է, և այսօր էլ աշխատում է, նման մարդ ինչպես կարելի է երեխաներին դաստիճակի բանակում։ Կարող եք հրապարակել անունը, կասեք։ Դավիթ Գրիգորյան, Որտեղ է հիմա, որ Վեդի հիմնականում չգիտեմ, այդպես այնտեղ է բոլորը կիմանան դրա մասին, կեղծ լորություն հայտարարեց, որ զոհված է ամենաթեժ մարտի ժամանակ, հոկտեմբերի 2-ին լույս 3-ի օրը, բայց իմ որդուն տեսել էին ամսի 5-ին, 6-ին, մոբի տղան